հիշում եմ եղբայրները մի հատ sense հետաքրքիր դեպք էին պատմում, ուրեմն պատերազմի ժամանակ, ասма երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հрьяաներին դե գիտեք կոտորած էին անում գերմանացիները եւ ճամբարներ էին սարքել եւ ճամբարներում կանանց ճամբար էր հավաքել էին մի խումբ կանանց եւ պետք է նրանց կամ խեղտեին ու գազերով թունավոր գազերով կամ չգիտեմ կրակ էին սպանում մի խոսքով ոչնչացնում էին հрьяաներին եւ այնտեղ ասма քույրիկներից մեկը իր տան համար երեխաներ ուներ հաց հետը տանում երկու հատ հաց տանում որ ընտանիքին կերակրի այնտեղից կանչում են սոված ժողովուրդ կանչում են ասում են ինչ կլինի մի հատ հաց գցի սետքից էս կողմ էս քույրիկը մտածում ասում դե ոչինչ մի հատ կտանեմ էս մի հատը տամ իրանց հավատքի մարդ հավատքի քույրիկ մի հատը շպրտում է սետքից ներս սրանք դե քանի հատ հոգի սենց ոչնչացում են օդում այդ հացը սոված մի հատ էլ են ուզում այս քույրիկն ասում է երեխաներիս համար եմ տանում ինքը իր մեջ մտածում ասում դե լավ ոչինչ ես ազատության մեջ եմ մի բան կանեմ Տերը իմ հետ է Տերը ես գիտեմ իմ Տիրոջը նա ինձ կօգնի նա ինձ սոված չի թողնի եւ այդ մի հատ հացն էլ է շպրտում եւ երբ որ շպրտում այնտեղ այդ կառավուլը տեսնում է եւ ով որ հрьяաներին այն ժամանակ օգնում էր համարվում էր նույն մեղսակիցը տենց ասած բռնում գցում են ներս այս քույրիկը լացում է Տիրոջ առաջ ասում Տեր Աստված ես լավ բան էի ուզում անեմ ես ինչ տեղի ունեցավ բայց մտածում էի որ դու կորշնես ճանապարհին կվերականգնվի այն ինչ որ տվել եմ ավելի վատ բան տեղի ունեցավ հիմա իմ երեխեքը հացը եւ այլն ինչ ա լինելու եւ ուրիշ բան չի անում ծնկի է գալիս սկսում աղոթել ու ինչ անի պատմում են որ երբ որ այս քույրիկը սկսում է Սուրբ Հոգով աղոթել աչքերը բացում է տեսնում է այդ ինչքան ժողովուրդ կա հավաքվել կողքը նստած լսում է ասում է քույրիկ այդ հрьяաներն են ասում են տիկին դու հрья ես ասում է չէ ես ուկրաինացի եմ ասում է բայց դու մեր լեզուն գիտես ասում է չէ ասում է բա դու հрьяեր էին աղոթում ասում է ինչ էի ասում ասում է դու ասում էիր ես եմ Հիսուսը Քրիստոսը ձեր Մեսիան երբ որ խնդրեք ես ձեզ ստեղից կազատեմ երբ որ ապաշխարեք ես ձեզ կորշնեմ կփրկեմ ձեզ ընդունեք ինձ այս քույրիկն ասում է բա էլ խիեք կանգնած մնացել դավայ սկսեցինք աղոթել հենց ծնկի են գալիս սկսում են աղոթել այս ճամբարի պետը կանչում է կառավարին ասում է լսի մենք շտաբից հրաման ստացանք որ ռուսները գալիս են բաց թողեք դրանք գնան կորչեն որտեղ ուզում են գնանք մենք փախանք գնացինք այստեղից եւ դուրը բացվում է եւ բոլորը ազատվում են այս քույրիկը ասում է Տեր Աստված դու այդ մի հաց այո երբ որ ես քեզ ճանաչում եմ ես գիտեմ դու ով ես այդ ժամանակ ինչ ասես կանեմ այո բայց եթե Աստծուն չի ճանաչում այդքանը չերել անի չէ իմ երեխեքի հացն եմ տանում այս սա է հավիտենական կյանքը որ ճանաչեն քեզ այսպես է լինում հավիտենական կյանքը թե չէ անծանոթ Աստված ենք պաշտում չենք ճանաչում թե ում ենք պաշտում